գոնե անունը impeachment-ի գործընթաց մի դրեք, որ մի քիչ գոնե լուրջ վերաբերվենք դրան։ Դուք չեք կարողանում սկի ստորագրություններ հավաքեք, մտցնեք ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ, դուք չեք կարողանում վարչապետի թեկնածու առաջարկեք, այն մերժվածը ասում է ես չունեմ թեկնածու, այս մարդն ասում է ես եմ միակ տղամարդը, ես ճգնաժամային իրավիճակներում գիտեմ ինչ անեմ, բայց մեկայինչ չեն, դուք չեմ հասկանում, քաղաքական խեղկատակներ եք։ Այն մեկն էլ իրեն կլասիկ հռչակած է բան է անում, Մոսկվայի կորած անուշ աղբոր ընկերոջ հետ, խոսքը Հովիկ Աղազարյանին է, չէ՞, ասում էր Մոսկվայում մի հատ լավ ընկեր ունեմ, պիտի գա բան իրան պիտի լսեմ։ Գնում թեկնածություն են առաջադրում, գիտեք ինչի, որովհետև խնդիր ունեն երևալու, խնդիր ունեն լսելիության, խնդիր ունեն հանրությանը ներկայանալու, հանրությունը իրանց վաղուց նետել է քաղաքական աղբանոցը եւ չի պատրաստվում այդ աղբանոցից հանել, դրա վարվակայությունը իրենց հարցազրույցներն են ու այդ հարցազրույցների դիտելիությունն ու տակի մեկնաբանությունները։ Ինչ են ուզում անել, օրինակ Էդմոն Մարուքյանն ինչ է ուզում անել, 48 ժամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ականջները բռնաբարել, զավթել ազգային ժողովի ամբիոնը, օրենքով իհարկե այն ինչ որ վերապահված է վարչապետի թեկնածուին, խոսել, դե մենք էլ ստիպված դե impeachment-ի գործընթացը անունը, ստիպված պիտի ազգային ժողովի այդ նիստը նայենք ու լսենք, որքան էլ որ տհաճ լինի, որքան էլ որ զզվելի լինի։